Երևանի երրորդ մասը, մի շրջան, որտեղ փողոցները կարծես պահում են գաղտնիքներ, այնտեղ անունները շատ հաճախ վերածվում են ոչ թե մարդկանց, այլ ազդակների, գաղտնիության ու ազդեցության նշանների, եւ դրանցից մեկը եղել է երրորդ մասի Լյովիկ մականունը, որը տարիներ շարունակ շրջանառվել է տարբեր մարդկանց շուրթերով, մինչ շատերը կարծում են, որ սա պարզապես մականուն է, իրականում այն սերտորեն կապված է Լևոն Ղազարյանի կյանքով, նրա կերպարով ու ազդեցությամբ։ Նրա պատմությունը սկսվում է երրորդ մասից, մի վայրից, որտեղ փողոցի օրենքները հաճախ ավելի ուժեղ էին, քան օրենքի փաստաթղթերը։ Այս տեսանյութը ներկայացնում է իր կյանքի իրական ուղին, ազդակները, ինչով նա հայտնի էր դարձել, եւ այն հանգամանքները, որոնք նրան հասցրին 2015-ի մարտին տեղի ունեցած ողբերգական միջադեպին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի մոտ։ Երրորդ մասին բնորոշ է իր առանձնահատուկ խճճված մթնոլորտը։ Այնտեղ միավորվում են փողոցային սոցիալական լարվածությունները, երիտասարդության ակտիվությունը, որոշ մարդկանց համար ազդեցության ու հեղինակության ձգտումը։ Լևոն Ղազարյանը, հայտնի որպես Լյովիկ, մեծացել է հենց այդ շրջակայքում, շարժվելով փողոցային միջավայրում։ Նա սովորեց տարբեր իրավիճակներ կառավարել, ճանաչել ուժեղներին ու վտանգավորներին։ Նրա անունը սկսել է շրջանառվել ոչ միայն որպես ընկերների շրջանում, այլև թաղային ազդեցության նշան։ Երիտասարդ տարիներին Լյովիկը հայտնի էր որպես մեկը, ով կարողանում էր կարգավորել թաղային կոնֆլիկտները։ Նա չուներ պաշտոնական կարգավիճակ, բայց փողոցի մեջ հայտնի էր իր արագությամբ, վճռականությամբ եւ ազդեցությամբ։ Հենց այս սկզբունքներով էլ նա աստիճանաբար մտավ թաղային հեղինակությունների շրջանակ։ Երրորդ մասի Լյովիկ մականունը նրան հետագա տարիներին ուղեկցեց։ Այն ոչ միայն անուն էր, այլ նաեւ հանրայրություն այդ շրջանի մարդկանց շրջանում։ Շատերի համար Լյովիկը խորհրդանիշ էր։ Նա ցույց էր տալիս, թե ինչպես կարելի է փողոցի կանոններով առաջ շարժվել, ինչպես կարելի է ազդեցություն ունենալ առանց պաշտոնի։ 2015 թվականի մարտի 4-ին Նուբարաշեն ՔԿ-ի մոտ տեղի ունեցած հրազենային միջադեպը, որը դարձավ Լյովիկի կյանքին վերջին պահը, տեղի ունեցածի արդյունքում մահվան արժանացան 3 տղամարդ՝ Լյովիկը, Դրաստամատ Թադևոսյանը եւ Մեսրոպ։ Միջադեպը տեղի ունեցավ կեսօրին։ Հարձակվողները, ինչպես հետաքննության ընթացքում պարզվեց, կրակ էին բացել անմիջապես։ Լյովիկ ու իր ընկերները ընկան կրակոցի տակ։ Ոստիկանությունը եւ քննչական ծառայությունը սկսեցին դեպքի քննությունը։ Հանգամանքների վերլուծություն, տեսագրությունների միջոցով, ապօրինի զենքի հայտնաբերում, հանցագործության բոլոր վարկածները ուսումնասիրվել են։ Սա կարևոր է, որովհետև ցույց է տալիս, որ նույնիսկ ազդեցիկ մարդկանց կյանքը իրական շրջանակներում պաշտպանված չէր, եւ ցանկացած գործողություն կարող էր ավարտվել ողբերգությամբ։ Լևոն Ղազարյանը, ավելի հայտնի որպես Լյովիկ, ծնվել եւ մեծացել է երրորդ մասում, մի թաղամաս, որտեղ փողոցային կանոններն ու անձնական հեղինակությունը հաճախ ավելի կարևոր էին, քան պաշտոնական օրենքը։ Նրա երիտասարդ տարիները ձևավորեցին նրան որպես գործող եւ վճռական դեմք, ով արագ սովորեց հասկանալ մարդկանց եւ իրավիճակները։ Թաղի մեջ նրան ճանաչում էին ոչ միայն որպես աչքի ընկնող երիտասարդ, այլ նաեւ որպես մեկը, ով կարողանում էր միջամտել կոնֆլիկտներին եւ կարգավորել դրանք։ Նա սովորեց գնահատել ազատությունը, զգալ լարվածությունը, եւ այդ ունակությունները աստիճանաբար դարձան նրա կյանքի ամբողջ ուղեկիցը։ Նրա շրջապատում եղել են մի շարք այլ երիտասարդներ, ովքեր հետագայում հայտնի դարձան թաղային կամ քաղաքային մակարդակի ազդեցիկ դեմքեր։ Երրորդ մասի Լյովիկի անունը շատ ու շատ սկսեց շրջանառվել ոչ միայն թաղում, այլ նաև մյուս տարածքներում, որտեղ նման կերպարները վերահսկում էին փողոցային միջավայրը։ Երրորդ մասի Լյովիկ մականունը ծնվել է հենց այդ շրջանից, եւ դա եղել է ոչ միայն անուն, այլ նաև պատվավորություն, հարգանքը ու վախը։ Լյովիկը հայտնի էր իր արագության եւ վճռականության համար։ Նա կարողանում էր լուծել թաղային վեճերը առանց մեծ հակասությունների։ Նրա ազդեցությունը տարածվում էր նաև երիտասարդների շրջանում, ովքեր համարում էին նրան խորհրդանիշ։ Այդ տարիներին նրա կյանքում նկատվում էր նաև քաղաքային հեղինակությունների եւ որոշ պաշտոնյաների հետ առնչությունը։ Մի կողմից նա պատկանում էր փողոցային աշխարհի կանոններին, մյուս կողմից փորձում էր հասկանալ, թե ինչպես աշխատել այդ ազդեցությունը վերահսկող համակարգի հետ։ Այս համադրությունը նրան դարձնում էր բավականին ազդեցիկ դեմք, մի կողմից հայտնի, մյուս կողմից վտանգավոր։ Շրջապատողները հիշում են նրան որպես շատ թեժ դեպքերից, ով կարողանում էր գործել ճկուն առանց ուղղակի բռնության դիմելու։ Երիտասարդ տարիներին երրորդ մասի Լյովիկը մի քանի անգամ հայտնվել է թաղային կոնֆլիկտների կենտրոնում։ Օրինակ 2005-2007 թվականներին նրա անունը շրջանառվում էր տարբեր միջադեպերի եւ վեճերի շուրջ, որոնք կապված էին փողոցային տարածքների վերահսկման հետ։ Այս միջադեպերը, ինչպես հայտնում են ոստիկանության եւ լրատվամիջոցների աղբյուրները, հիմնականում ավարտվել են առանց սպանությունների, սակայն դրանց միջոցով նա սկսեց ձևավորել իր իրավիճակը թաղային աշխարհում։
Մարդիկ հիշում են նրան նաև որպես առաջնորդ, ով միշտ կանգնում էր իր թիմակիցների և ընկերների կողքին, բայց պահանջում էր հարգանք և հստակություն հարաբերություններում։ Նրա մոտեցումը հիմնված էր երկակի սկզբունքի վրա՝ համատեղել պաշտպանությունը և ազդեցությունը, առանց անմիջական բացահայտ կոնֆլիկտների։ Յորթմասի Լյովիկի շրջապատը ներառում էր մի շարք անձանց, ովքեր հետագայում հայտնի դարձան իրենց թաղային կամ քաղաքային դիրքերով։ Նրա ընկերները և մերձավորները հաճախ հիշում են նրան որպես խելացի և առաջադիմող մարդ, ով կարողանում էր նախապես կանխատեսել իրավիճակները։ Այս մարդկանց թվում էին Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Մելիքյանը, ովքեր հետագայում հայտնվեցին նրա կյանքի վերջին օրերին տեղի ունեցած ողբերգության մեջ։ Նրանց հետ հարաբերությունները կառուցված էին ոչ միայն ընկերության, այլ նաև մասնակցություն փողոցային միջավայրի կառավարմանը։ Երրորդ մասի Լյովիկը լինելով վճռական և ազդեցիկ կարողանում էր նաև բաժանել վստահություն և ազդեցություն իր թիմակիցների միջև, ինչը նրան դարձնում էր ուժեղ ղեկավար թաղային միջավայրում։ Նրա անունը սկսեց շրջանառվել նաև հեռավոր թաղամասերում, որտեղ մարդիկ լսում էին նրա մասին, բայց հազվադեպ էին հանդիպում անձամբ։ Երրորդ մասի Լյովիկի կյանքը լի էր հակասություններով։ Մի կողմից նա սովորեց լուծել կոնֆլիկտները առանց կրակոցի, մյուս կողմից ոչ միշտ կարողանում էր խուսափել վտանգավոր իրավիճակներից։ Նրա կյանքում նկատվում էր պահպանողական մոտեցում, երբ իրավիճակը վտանգավոր էր, և վտանգավոր վճռականություն, երբ պետք էր արագ լուծել խնդիրը։ Այս հստակությունները նրան դարձրել էին ազդեցիկ, բայց նաև վտանգավոր։ Շրջապատողները հիշում են, որ նա երբեմն դիմում էր ուժի, երբ դա անհրաժեշտ էր, բայց հիմնականում փորձ էր անում պահպանել իրավիճակը վերահսկելի։ 2015 թվականի մարտի 4-ը դարձավ վճռական Յորթմասի Լյովիկի կյանքի համար։ Նուբարաշեն ՔԿ-ի մոտ նա հայտնվեց մոտ ընկերների հետ մի վայրում, որտեղ հանկարծակի սկսվեց հրազենային միջադեպ, մի քանի կրակոց վայրկյանների մեջ, և իրականությունը փոխվեց։ Լևոն Ղազարյանը, Դրաստամատ Թադևոսյանը և Մեսրոպ Մելիքյանը կորցրին կյանքը այնպիսի միջավայրում, որտեղ առօրյա անցուդարձը իր սովորական հունով պետք է ընթանար, սակայն այդ օրը խաշմերուկի պահին ամեն ինչ կանգնեց։ Այս միջադեպը շոշափեց ամբողջ Երևանը։ Յորթմասի Լյովիկի անունը դարձավ հիշատակում, լեգենդ և զգուշացում նրանց համար, ովքեր մտածում էին, թե փողոցային հեղինակությունը պաշտպանված է անվերջ։ Յորթմասի Լյովիկի պատմությունը ոչ միայն հիշատակ է, այն նաև դաս է փողոցային կյանքից և իրական աշխարհում ազդեցության մասին։ Նրա անունը, մականունը և եղած դեպքերը թողնում են հետևյալ ազդակը. հեղինակությունը փողոցում կարող է լինել ազդեցիկ, բայց նաև վտանգավոր։ Կյանքը անորոշ է, և յուրաքանչյուր սխալ քայլ կարող է լինել վճռական։ Պատմությունը հիշեցնում է, որ իրական կյանքում ոչինչ օրինված չէ, և ամեն դեպք ունի իր հետևանքները։ Այսպիսով, Յորթմասի Լյովիկի կյանքը և մահը մնում են որպես մի իրական, ցավոտ, բայց ուսուցողական պատմություն մարդկանց համար, ովքեր ուսումնասիրում են փողոցային ենթամշակույթը, քրեական հեղինակությունները և քաղաքային լեգենդները։